Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Եվ այսպես 2025 թվականը շուտով կմնա անցյալում։ Իսկ դա նշանակում է, որ պատե առիթ է վերլուծելու անցնող տարում Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացները, մատնանշելու մարտահրավերներն ու իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու խոչընդոտները։ Վստահ եմ, իշխանությունների առաջիկա ուղերձներում կլսեք տասնամյակների դադարից հետո Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղևորված ցորենի, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված վառելիքի մասին։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է, կպնդեն իշխանությունները, անտեսելով հակառակը ապացուցող փաստերը։ Իսկ դրանք մեկը կամ երկուսը չեն։ Օրինակ, կանտեսեն, որ Ալիևը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տարածքում ադրբեջանցիների հարուստ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Կանտեսեն, որ բռնապետը պատրաստվում է միջազգային իրավական հարթակներում քայլեր ձեռնարկել հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իբր կատարված հանցագործություններին գնահատական տալու ուղղությամբ։ Կձևացնեն, թե լուրջ չեն համարում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադարձի հնարավորության մասին։ Իդեպ ժամանակին ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմային հայկական կողմը հակադարձում էր Բաքվից, Սումգայիթից ու Ադրբեջանի այլ քաղաքներից բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցով։ Այսօրվա իշխանությունները Ադրբեջանին առաջարկում են զուգահեռաբար փակել արցախցիների վերադարձի ու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Չեմ էլ ուզում մեկնաբանել։ Իբր խաղաղության դարաշրջանում 2025-ին Ադրբեջանում անցկացվեցին լայնամասշտաբ զորավարժություններ, ավելացվեց ռազմական բյուջեն, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև վավերացվեց ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը։ Արդեն հոգնեցին կրկնելով, որ եթե ամեն օրը մի քանի անգամ խաղաղություն բացականչենք, միևնույն է, խաղաղություն չի լինի, քանի դեռ հակառակ կողմը մանկապարտեզից սկսած հայատյացություն է քարոզում, օկուպացված պահում Հայաստանի տարածքի մի մասը, միջամտում մեր ներքին գործերին։ Երկե 430 դրամով բենզին գնելու հնարավորությունից ոգևորվողներին դժվար է բացատրել, որ Ադրբեջանի այս քայլը միջազգային հանրության աչքերին թոս փչելու համար է, որ նավթամթերքի վաճառքից ստացված եկամուտներով Ադրբեջանը զենք է գնում, ոչ թե խաղաղության, այլ պատերազմի համար, բայց փորձել պետք է։ Սուր թեմայի տաղավարում զրուցել ենք թուրքագետ պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի հետ։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին է, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով սահուն անցում։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Ագրեսիվ տերմինաբանություն է, ընդունելի չէ Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան կոչել։ Դա հստակ զավթողական կոնցեպտ է։ Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Հատվում առաջ են բերում նոր պահանջներ։ Ձեր խաղաղություն ընտրած ճանապարհը շատ վտանգավոր է Ալիևի ախորժակը փակելու համար։ Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանում գրեթե ամեն շաբաթ խոսում էին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, անգամ Թրամփի ուղու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելուց հետո խոսույթը չփոխվեց։ Ինչու՞։ Որովհետև եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում Զանգեզուրի միջանցք բառակապակցության տակ հասկանում են շատ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը ենթադրում է ոչ թե ուղղակի Հայաստանի Հանրապետության տարածքով ինչ որ ճանապարհի կամ ճանապարհային հանգույցի կառուցում, ինչպես որ շատ հաճախ ներկայացնում են մեզ հայկական լսարանին, այլ ենթադրում են ըստ էության Սյունիքի, ապա ճանապարհը ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա թուրք-ադրբեջանական քաղաքական ազդեցության տարածման առաջին կարևորագույն գործիքներից մեկը։ Հետևաբար, եթե այլ լսարանների մոտ միջազգային, երկկողմ, բազմակողմ ձևաչափերում հաճախ խոսում են ճանապարհների մասին, ճանապարհային ենթակառուցվածքների, դրանց բացման մասին, ապա ներքին, այսինքն ներքին սպառնան այն խոսույթում, այն քննարկումներում, որոնք ըստ էության բացահայտում են այդ ծրագրի էությունը, իրենք շատ ազատ խոսում են հենց Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, որը իմիջիայլոց ինքնին տերմինը, այսինքն այդ արտահայտությունը պատահական չէ, որովհետև դեռ 1920-ական թվականներից այդ տերմինի տակ հասկանում էին ամբողջ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի փաստացի շարունակական օկուպացիան։
Հայաստանը պարբերաբար ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նա ադրբեջանցիների նկատմամբ իբր իրականացվածը որակել է մարդկության դեմ հանցագործություններ, խոսել դրանց միջազգային իրավական գնահատական տալու անհրաժեշտության, նաեւ ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ինչպես հակադարձել բռնապետին։ Դրանց էությունը ոչ թե պատմական արդարության, ինչպես իրենք են ներկայացնում, դրա վերականգնում, այլ իրականության մեջ Հայաստանի եւ հայության նկատմամբ հավելյալ ճնշման գործիք ստեղծել եւ այդ գործիքը օգտագործել։ Այսինքն պետք է հորինել միֆ, այդ միֆը հնարավորություն է տալիս Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրել, այլ ճնշման շնորհիվ իրենք կարողանում են ստանալ այս կամ այն հարցում հավելյալ զիջումներ։ Հիմա եթե Հայաստանը ասում է, որ գիտեք, ես այլևս չեմ հետամուտ լինելու Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, կոպիտ ասած Ադրբեջանը եթե նույնիսկ ասի, որ Արևմտյան Ադրբեջանով այլևս չի զբաղվել, այդ ստացվեց, որ մենք զիջում ենք, իսկ իրենք ոչինչ չեն զիջում, որտեղ իրենք դատարկ հորիված բանն են զիջում։ Բայց իրականության մեջ ցավոք սրտի Ադրբեջանը նույնիսկ այդ պարագայում չի պատրաստում հրաժարվել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմայից, ավելին դատելով այն մեծամասշտաբ աշխատանքներից, այն համալիր նախապատրաստությունից, այն արդյունաբերական մասշտաբի քարոզից, որ արվում է Ադրբեջանում, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմայով, ամեն ինչ հուշում է, որ իրականության մեջ հող է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նոր տարածքների հանդեպ ադրբեջանական ծավալապաշտության, այսինքն ադրբեջանական նվաճողականության համար։ Մի կողմից Ադրբեջանը հայ գերիներ է պահում, պետական մակարդակով շարունակում հայատյաց ռետորաբանությունը, օկուպացված պահում Հայաստանի տարածքի մի մասը, մյուս կողմից վառելիք վաճառում ու իր տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների տարանցում թույլ տալիս։ Հակասություն չկա այստեղ։ Հակասություն չկա մի քանի պատճառով։ Առաջին, որ դարձյալ այն ինչ որ մի կողմից անում է Ադրբեջանը Հայաստանի ու հայության նկատմամբ, սկսած Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի նվաճումից ավարտած արդեն 5 տարի է Բաքվի բանտերում խոշտանգվող հայ գերիների, ռազմագերիների հարցերով, ընդհանրապես համեմատելի չեն մի քանի այսպես առանձին նախաձեռնությունների հետ, ինչպիսիք են օրինակ, չգիտեմ, հացահատիկի 1-2 վագոնի տեղափոխում կամ մի քանի սահմանափակ քանակությամբ ինչ որ վառելիքի տեղափոխում։ Ադրբեջանը իրականում ոչ թե կորցնում է, ոչ թե բարի կամքի դրսևորում է ցուցաբերում եւ ինչ որ զիջում է անում Հայաստան, այլ իրականության մեջ շարունակում է նախապատրաստական աշխատանքը Հայաստանին էլ ավելի շատ կախման մեջ դնելու համար, որովհետև եթե պատկերացնենք այն պահը, որ Ադրբեջանը դառնում է Հայաստանի Հանրապետության վառելիքի օրինակ հիմնական մատակարարը, ապա այդ նշանակում որ Ադրբեջանը դառնում է մեզ վրա հավելյալ եւս մեկ գործիք ունեցող, ճնշման գործիք ունեցող երկիր։ Ու այն պահին, երբ որ պետք կլինի ինչ որ մեկ այլ զիջում կատարել, մեզ համար կարևորագույն հարցում ադրբեջանցիներն ասելու են կամ զիջեք, կամ մենք ձեր վառելիքը կկտրենք, որտեղ դուք էլ ուրիշ տեղից չունեք։ Էրդողանը հայտարարել է, թե տարեսկզբից Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի։ Թուրքիան անկեղծորեն ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, թե քայլն այլ նպատակ է հետապնդում։ Ադրբեջանում եւ Թուրքիայում իրական խաղաղության մասին իրական քննարկում չկա։ Կա հակառակը, մենք մեզ համար Թուրքիա եւ Ադրբեջանի համար Հարավային Կովկասը հույժ կարևոր է։ Հարավային Կովկասում մեր ազդեցության մեծացումը հնարավորություն է տալիս մեզ մեծացնել մեր կարողությունները, ուժը, տնտեսական, քաղաքական եւ այլ ներուժը եւ դա տարածել ել ավելի մեծ տարածքների վրա, այսինքն Հարավային Կովկասից պատկերավոր ասած Թուրքիայի ձեռքը ավելի է երկարում դեպի Հյուսիսային Կովկաս, դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Իրանի խորքը եւ այլն։ Եվ դա անելու համար մեզ պետք է Հայաստանի վրա հնարավորինս մեծ ազդեցություն ունենանք։ Հնարավորինս Հայաստանը մտցնենք մեր ազդեցության գոտում։ Իրենց խնդիրը այս բանին որն է։ Մի կողմից ճնշումը մեծացնել, մյուս կողմից օգտագործելով արևելյան դիվանագիտության եւ մասնապես թուրքական դիվանագիտությանը բնորոշ այն ինչ որ մենք կոչում ենք քաղցրասացություն, այսինքն այսպես շիրայով, քաղցրավենիքով գրել ու գայթակղել քո զոհին, քո թիրախին, բերել նրան այն դաշտ, որտեղ ինքը դիմադրելու հնարավորություն չի։ Այդ ճիշտ այդ նույն բանը այս բանին անում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն, Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիր վավերացնում, զորավարժություններ կազմակերպում։ Հեղինակավոր The Economist պարբերականը 7 հակամարտություն, որոնց պետք է հետևել գալիք տարում վերնագրով հոդվածում գրում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին։ Ինչ է սպասվում 2026 թվականին։ Պատերազմ թե խաղաղություն։
ոչ աշխարհում, ոչ առավել եւս մեր տարածաշրջանում պատերազմներն ու հակամարտությունները չեն դառնալու պատմություն, այլ ճիշտ հակառակը։ Բոլոր երկրները պատրաստվում են նոր զինված բախման, բոլոր երկրները զինվում են, սպառազինությունների անհավանական մրցավազք է, այսինքն բոլորը զենք են առնում, բոլորը զենք են կուտակում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ կա մի քանի ակտիվ եւ կիսաակտիվ կոնֆլիկտ այս պահին, դրա համար խոսել այն մասին, որ աշխարհում մենք բացառիկ ենք լինելու են բանով, որ մեր մոտ էլ կռիվ կոնֆլիկտ չի լինելու, դա դարձյալ մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ավելի վատ, դրա գիտակցված քարոզը նշանակում է հանրությանը ոչ թե պատրաստել այդպիսով հեռացնել քեզնից կոնֆլիկտը, այլ ճիշտ հակառակը հանրությանը չպատրաստել եւ բերել մի իրավիճակի, երբ որ կոնֆլիկտի հավանականությունը ել ավելի մեծացնում է։ Բոլոր իմաստներով 2026-ը լինելու է կարևոր տարի, լինելու է շատ այսպես վտանգավոր տարի եւ պետք է լինել չափազանց զգոն, միևնույն ժամանակ չափազանց պատրաստ իրավիճակի ամենատարբեր զարգացման։ Ավանդույթի համաձայն, երբ տարեվերջին գնահատում ենք մեր բարձրաձայնած խնդիրների լուծման արդյունավետությունը, ամենաոգեշնչող ու երբեք չհիասթափեցնող մասը բաժին է ընկնում խեղված ճակատագրերին։ Եթե այլ ոլորտներում արձագանքը կարող է ուշանալ կամ առհասարակ բացակայել, ապա այս դեպքում արդյունքը գրեթե միշտ գերազանցում է սպասումները։ Այսպես, եթե 2025 թվականին մեզ դիմաց 25 ընտանիքի ստացած օգնությունը վերածենք փաստահենք թվերի, ապա պարզ կդառնա, որ խոսքը ավելի քան 50 միլիոն դրամի մասին է։ Ընդ որում եղել է ընտանիք, որին տրված միայն ֆինանսական օգնությունը կազմել է մոտ 7 միլիոն դրամ։ Նման արդյունք ապահովող մեր հավատարիմ գործընկերները ևս հայտնվել են ամենաանվնաս եւ շնորհակալ կախվածության մեջ։ Տեսնել իրենց օգնությամբ ոտքի կանգնող մարդկանց երջանկության արդյունքներն ու լսել նրանց օրհնանքները։ Մենք էլ ենք շնորհակալ մեզ վստահելու եւ այդ վեհ առաքելությանը մեզ միջնորդ ընտրելու համար։ Շնորհակալ ենք նաեւ բոլոր ընտանիքներին, որոնք մեզ հարազատ համարելով չեն ամաչում եւ բարձրաձայնում են իրենց ցավի մասին։ Շնորհակալ ենք, որ մեզ հիշում եք նաեւ օգնությունից հետո եւ պարբերաբար ուրախացնում ձեր հաջողություններով։ Այս տարվա վերջին ընտանիքը, որին մեր գործընկերները երջանկության պայր պարգևեցին, Գեղարքունիքի մարզի Տափաթաղ գյուղում ապրող Միրզոյաններն էին։ Ընտանիքի աղքատիկ պայմաններին կրկին անդրադառնալու կարիք չկա, որովհետեւ մի կողմից պատկերն այնքան ծանր էր, որ մինչեւ օրս էլ օգնության առաջարկներ են ստանում, մյուս կողմից ամանոր է։ Իսկ ով կարող է տոնը դարձնել ավելի գունեղ ու հիշարժան, դե իհարկե ձմեռ պապը, որի հետ երեխաներին այցելության են եկել նաև մուլտհերոսները։ Խաղային ծրագրեր, երկուպար, մի խոսքով անմոռանալի պահեր։ Ու եթե հավելենք մեր գործընկերների գործուն ու էական աջակցությունը, ինչպես նաև Գայանեի բանկային քարտին փոխանցված ավելի քան 1 միլիոն դրամը, կարող ենք վստահաբար ասել, որ վերականգնեցինք ևս մեկ ընտանիքի հավատն առ այն, որ ոչ մի ցավ հավերժ չէ ու երբեք չպետք է կորցնել հույսը։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի խեղված ճակատագրից գտնված հավատ տեսանյութը։ Գեղարքունիքի մարզ մեր այս այցելությունը տարբերվում էր նախորդներից։ Ամանորին ընթառաջ մեր գործընկերների հետ որոշեցինք Միրզոյան ընտանիքի օրը իսկական հեքիաթի վերածել։ Ու հենց այդ նույն հեքիաթի հերոսներին տեղափոխեցինք իրական աշխարհ։ Արչեյեմ ընկերության մուլտհերոսներն ու ձմեռ պապն էին այցի եկել երեխաներին, որոնք իրենց հետաքրքիր խաղային ծրագրերով, երկու պարով անմոռանալի դարձրին փոքրիկների օրը։ Երեխաները անչափ ուրախացան, ձմեռ պապիկի հետ նկարվեցին, տոնածառը զարդարեցին։ Խոսքեր չեմ գտնում ասելու, շատ ուրախ եմ, անչափ։ Նախատոնական շունչը ամբողջացրեց մեր մյուս գործընկերը Arix Group-ը։ Տոնածառ, խաղալիքներ, լույսեր ու տարատեսակ աքսեսուարներ էր ուղարկել երեխաներին, որ նրանք սեփական ձեռքերով ձևավորեն իրենց ամանորյա նվերը։ Ոգևորված ու տպավորված էին փոքրիկները, զարդարում էին իրենց կյանքի առաջին տոնածառը։ Իմ կյանքի առաջին տոնածառն էր, այսօր զարդարեցինք քույր եղբայրներիս հետ։ Մեզ շատ ուրախացրեցիք, նույնը քույր եղբայրներից, նրանք էլ շատ ուրախացան, նույնը մուլտհերոսներից։ Այս մարդասիրական աջակցությունից անմասն չմնաց նաև Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Տեսնելով տանտիրուհու կենցաղային անմխիթար պայմանները, ընկերությունը Գայանեին միկրոալիքային վառարան նվիրեց, որ այսուհետև ընտանիքի մայրը կարողանա ավելի հեշտ ու արագ պատրաստել։ Շատ էի ուզում համեղ բաներ պատրաստեմ ձեզ համար, շատ շնորհակալ եմ, շատ։ Չունենք
դուխովկա, ունեինք հինամաշեր։ Հիմա ինքը առաջինը ասել է մամա ես պատրաստեմ, թողեմ ինքը կպատրաստի, հետո ես կամաց տարբեր բաներ կպատրաստենք արդեն։ Մեր գործընկերները նաև հոգացել էին անհրաժեշտ կահույքի պակասը։ Կոտրված ու հնամաշ այս պահարանը փոխարինեցինք նոր ու ոճայինով։ Արցախցի բարերար Գագիկ Սարգսյանը անձամբ էր եկել Միրզոյաններին փոխանցելու իր նվերը։ Տեղում շատ արագ նախաձեռնեց, սեփական ձեռքերով պատրաստած կահույքը հավաքեց ու հանձնեց տանտիրուհուն։ Մամաս տենց մեր շորի չէր կամ տեղավորցնել, արդեն կարող տեղավորցնենք։ Չունեի հիներ մաշված գարձիրով էր։ Հիմա երեխաների շորերը կդասավորեմ, ամեն մեկ իր շորերը կհանի սիրուն դասավորած տեղից։ Կնոջ համար ամենամեծ երազանքն է դա, ամեն ինչը որ կոկիկ է լինում, ամեն ինչ տեղը տեղին է լինում, կինն էլ է իրեն լավ զգում։ Բազմոց գրուպն ու Արգավանդեյեմն էլ ընտանիքին նրբաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային կահույք նվիրեցին։ Նոր բազմոցն ու բասկաթոռը երեխաները միանգամից գնահատեցին։ Հարմարավետ է, նույնիսկ բացվում է, երեխաները կբացենք, քնեն ու հիմա կռիվ են անել, թե որ մեկը պիտի այս բազմոցի վրա քնի։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Նարինեն ու Ոսկանն արդեն սմարթֆոններ ունեն։ Երջանկությունն այնքան մեծ էր, որ քույր ու եղբայր շտապեցին փորձարկել հեռախոսները։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը, ամբողջ ընտանիքին հրավիրելով ամենամեծ ջրային զվարճանքների գոտի։ Փորձեցինք մի փոքր զվարճանք պարգևել երեխաներին եւ ձեզ հրավիրում ենք երեխաների հետ Ակվատեկ ուրախ ժամանց անցկացնելու մեր ջրային գոտում։ Սիրով կսպասենք ձեզ։ Հաջորդ օրն արդեն երեխաները վայելում էին իրենց խոստացված անմոռանալի ժամանցը, լիարժեք ապրելով հեքիաթային իրականության ամեն մի պահը։ Օրվա վերջում վայելեցին նաև ընկերության համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Միրզոյաններին նաև սննդի մի քանի ամսվա պաշար էին ուղարկել։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Առողջ ծննդի հարցն էլ հոգաց Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներ էր ուղարկել երեխաներին։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին բերել հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, իսկական երջանկություն միս սիրող փոքրիկների համար։ Կայանե ջան, Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից ձեր նախատոնական սեղանի համար մենք ձեզ բերել ենք բարձրակարգ թռչնամիս, բարձրակարգ կիսաֆաբրիկատներ եւ շնորհավորում ենք ձեր գալիքի տոները։ Բազմազավակ մայրիկի հոգսը թեթևացնելու համար լվացող ու մաքրող միջոցներ էր ուղարկել Էկոֆորմ ընկերությունը։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին ընտանիքին։ Այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքների։ Փոքրիկների անուշեղենի ահռելի պաշարներ լրացրին Տավուրսվիտ եւ Ռուսկի բիսկվիտ ընկերությունները։ Խմորեղեն, նրբահամ բիսկվիտներ ու շոկոլադ էին ուղարկել երեխաներին։ Ես էլ քույրերս եղբայրս էլ շատ ուրախ ուտենք։ Էգլերը շատ համով էր, շնորհակալ եմ բերողներին, մեզ օգնողներին, շատ համեղ էր։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր նաև տետրեր էինք տարել, որը նրանց Edit Print ընկերությունն էր ուղարկել։ Ես գրքեր կարդալ շատ եմ սիրում եւ անպայման այդ բոլոր գրքերը կկարդամ, բայց ավելի շատ հավանեցի Ագաթա Քրիստիի գրքերը։ Անանուն մի բարերարել Գայանեին ու երեխաներին ձմեռային սպորտային հագուստ նվիրեց։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը բարեհաջող ու ապահով տեղ հասցրինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ, որը մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Բոլորիդ շնորհակալ եմ, շատ անչափ։ Ինչքան իրանք մեզ տրամադրել են, այդքան Աստված իրանց տա։ Շնորհակալ եմ ձեզանից, անչափ, թող Աստված միշտ ձեր կողքին լինի, որ դուք հիմա իմ կողքին եղաք։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից, Էկոկոմֆորտ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր Մարիկիս օգնեցին եւ տվեցին այդ փողերը, որ Մարիկս գնա բուժվի։ Վառելափայտի գումարը կտանք, շատ ուրախ ենք, այն ժամանակ 30 էինք տալիս, հիմա մի անգամուց կտանք ու կվերջացնենք։
Բայց սա դեռ ամենը չէ։ Մեր առաջին հաղորդումից անմիջապես հետո ընդամենը 2 օրվա ընթացքում 1 միլիոնից ավելի դրամական փոխանցում է եղել Գայանեի բանկային քարտին, ինչը խոսուն վկայությունն է նրա, որ մեր ջանքերը ապարդյուն չեն անցնում։ Իմացել եմ, որ գումարները տեսնում էի, որ ուղարկում էին իրար հետևից, մարդիկ սրտացավ, ուզում էին, ուղարկում էին, աջակցում էին, մեծ գումարա բավականին, շնորհակալ եմ բոլորից։ Մեր հավատարիմ ու սրտացավ հեռուստադիտողների աջակցությունը վստահաբար դեռ շարունակական բնույթ է կրելու։ Գայանեն մեզ տեղեկացրեց, որ հավաքված գումարով նախ կմարեն կուտակված պարտքերը, այնուհետև նաև սառնարան կգնեն, որի կարիքը երկար տարիներ զգում էին։ Միրզոյան ընտանիքում այլևս նոր իրականություն է, որտեղ ցավը, հուսահատությունն ու վախը դարձան անսասան հավատ ու չմարող հույս։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Սա ադրբեջանական է։ Էկոնոմիկայի պատասխանատուն տեղի ունեցողին դրական գնահատական է տալիս։ Դուք ազատ եք, հենց դա է մեր խնդիրը։ Արդյոք վառելիքի ծագումը ընդհանրապես նշանակություն չունի մեր համաքաղաքացիների համար։ Երբեք ու երբեք թշնամուն հաստատցնեմ։ Պաշտոնական Թբիլիսին որոշեց, որ տուրք չի գանձի։ Վրացական կողմը հայտարարել է, որ երկրորդ գործարքի դեպքում ես գանձելու եմ։ Հայ-ադրբեջանական առերևույթ տնտեսական, իրականում քաղաքական գործարքը երկար չի կարող շարունակվել։ Որոշակի ակցիա է, երբևում տնտեսական հիմնարար շահեր չկա։ Իսկ Ռուսաստանը հեշտ կհանձնվի այս պայքարում։ Քիչ հավանական եմ համարում, որ ինքը այսպես հեշտությամբ կզիջի այս շուկան։ Ինչու Հայաստանից այդպես էլ որևէ ապրանք ուղղություն չբռնեց դեպի Ադրբեջան։ Այդ տնտեսությունը իրականությունը դա է, ֆուրի ծավալով է իր պլանավորումը իրականացնել։ Էլեկտրատեխնիկայի տվյալ խանութում ֆիքսվել է չգրանցված հեռախոսների վաճառք։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, խանութը պետք է չբացվի։ Ինչու են բարձրաստիճան այրերը այդպես ջանասիրաբար առաջ մղում կանխիկի վերացման օրակարգը։ Որովհետև կանխիկը չունի հետք։ Ընդհանրապես, որն է ճիշտը, կանխիկը թե անկանխիկը։ Դուք ինչն է սա կանխիկ։ Կա եւս մեկ օղակ, որը տեղին օգտվում է անկանխիկի շրջանառությունից։ 10 անգամ բանկերի շահույթը մեծացել է։ Այսինքն ցանկացած անկանխիկ գործողություն բանկին բերում է փոքր կամ մեծ եկամուտ։ Մատել 2% բանկային ծախս, մատել շրջանառությունից։ Մեր պաշտոնյաները հավաստիացնում են, որ սա արևմտյան լավագույն փորձի վրա հիմնված մի բան է։ 10 եվրոից եթե ցածր առևտուր լինելու, մենք միայն կանխիկ ենք ընդունում։ 2025 թվականի տնտեսական թոփ թեման հայկական շուկայում ադրբեջանական բենզինի հայտնվելն էր։ Ինչպես կանխատեսվում էր, լուրը մեծ արձագանք առաջացրեց հանրության շրջանում։ Իհարկե չեմ կարող պնդել, թե տեսակետները կիսվել են, որովհետև հանրության մեծ մասի մոտ այն զայրույթ է առաջացրել, նաև մի կողմ թողնենք հանգամանքը, որ 1 լիտրի դիմաց 430 դրամը հետագայում չի պահպանվի, որովհետև արդեն տարանցման գումար է գանձվելու, իսկ այս դեպքում վառելիքը Վրաստանի տարածքով անվճար է փոխադրվել։ Փորձենք հակադիր տեսակետների բովանդակությունը զատել տնտեսական եւ բարոյական հարթությունում։ Սկզբում թե այս առնչությամբ ինչ է ասում падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Megatrade ընկերության տնօրենը։ Արձագանքելով իրենց հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառելով զինում են հակառակորդի բանակը, Կարեն Հայրյանը հակադարձել է, թե իրենք զբաղվում են ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով։ Հայաստանի իշխանություններն էլ հայտարարում են, թե որքան մեծանա տնտեսական փոխկապակցվածությունը երկու երկրների միջև, այնքան կնվազի պատերազմի հավանականությունը։ Ում ինչ իշխանությունները հայ-ադրբեջանական այս գործարքը համարում են խաղաղության հաստատման ճանապարհին արված եւս մեկ քայլ, անդիմադիր շրջանակները այլ բան են պնդում։ Պնդում են, թե պետք է բոյկոտել այն լցակայանները, որոնք վաճառում են ադրբեջանական բենզինը։ Չէ՞ որ պատերազմում պարտվել է մի բան է, իսկ սեփական ինքնասիրության բացակայությունը ցույց տալը բոլորովին այլ խարան։ Պետք է հարգել զոհերի հիշատակը, հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, հարգել մեր հայրենակիցներին, ովքեր ադրբեջանական բանտերում են եւ խոշտանգվում են ամենօրյա ռեժիմով։ Ու քանի դեռ Ադրբեջանը չի հեռացել Հայաստանի տարածքներից եւ ազատ չի արձակել բոլոր հայ գերիներին, պետք է բոյկոտել ադրբեջանական բենզինը, նույնիսկ եթե այն ջրի գնով վաճառեն։ Մյուս կողմից նշում են, թե չպետք է խաչ քաշել հայ-ադրբեջանական առևտրային փոխադարձ հարաբերությունների վրա։ Այո, հենց փոխադարձ։ Հայաստանը չպետք է դառնա միակողմանի գնորդ, փաստացի ֆինանսավորելով Ադրբեջանի բանակը։ Բաքուն նույնպես պետք է հայկական ապրանքներ ներկրի։ Միայն այդ դեպքում կարելի է հավատալ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի պատրաստակամությանն ու անկեղծությանը։ Հակառակ դեպքում որքան էլ նավթ, գազ, թեյ գնենք, միևնույն է, դա որևէ կերպ չի նպաստելու հարաբերությունների իրական կարգավորմանը։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք բենզինը պատվի գնով։
Այս շշի մեջ բենզին է պրեմիում, ավելի էժան, քան այս տեսակը վաճառվում է շուկայում։ Սա ադրբեջանական է։ Շուկայում պրեմիում կարգի բենզինի արժեքը այսօր էլ 500-ից 520 դրամ է։ Ադրբեջանից Հայաստան եկածը այն ներմուծած ընկերությունից նախ տեղեկացրին, թե վաճառելու են 440 դրամով, այսինքն մինչև 80 դրամ էժան, հետո վառելիքը հասավ լցակայաններ, պարզվեց մատակարարող ընկերությունը եւս 10 դրամ կարող է գինը սակարկել 430 դրամ։ Երկրի էկոնոմիկայի պատասխանատուն տեղի ունեցողին դրական գնահատական է տալիս։ Սուրանկյունը դուրս եկավ հարցախույզի, պարզելու վարորդների տեսակետները։ Մատչելին է, բայց արդյոք վառելիքի ծագումը ընդհանրապես նշանակություն չունի մեր համաքաղաքացիների համար։ Կլիցքավորեն իրենց մեքենաները, ճանապարհ կընկնեն, այս պահին էլ Հայաստանի ինքնիշխան տարածքները օկուպացրած պահող մեր հայրենակիցներին Բաքվում գերեվարած շինծու գործերով դատող Ադրբեջանի բենզինով։ Լսում ենք տարբեր կարծիքներ, առանցքում թշնամուն չհարստացնելու թեզն է։ Սա են առավել հաճախ որպես պատճառահետևանքային հիմնավորում առաջ բերում Երևանում։ Ձեր մեքենան կլիցքավորեք ադրբեջանական։ Երբեք ու երբեք թշնամուն հարստացնեմ, չինի, բացառում է։ Գումարը տամ թափի մեր գլխի ռումբը։ Ինչից մի վախենաս, եթե հասելացել ինչ վախենաս, կլիցքավորես էլի։ Էջան տողալի լիցքավոր, բայց բենզինը հա ինչ ալե, բենզինից վնաս չկա։ Յանք հարստացնեք ապրես։ Որ բերեմ դե հարստացնել էլի, բայց ինչ անեմ։ Ինչ անեմ։ Ադրբեջանական բենզինով իմ մեքենան լիցքավորեմ, բացառված բան է։ Դա ինչ պետք է անենք, եթե էժան լինի կլցնենք։ Ինչ դա բենզինը էլի հիմա։ Դուք չեք լցնի։ Կյանքում։ Ինչ ակում է թող ինքը տանելու է զենք առնի վերջին ֆռռցնի մեր վրա։ Այսինքն հիմա չեք լցնի։ Տալի չի։ Դուք ազատ եք, հենց դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, դուք ինքներդ որ բենզինը ուզենաք առնեք, ինքներդ ընտրեք որտեղից եք ուզում առնել։ Պետության խնդիրն է, հնարավորինս տարբեր տեսակ, մեծ տեսականի կարողանա ձեզ համար ապահովել, խափան երթուղիներ լինեն, որպեսզի այդ բենզինը եւ մյուս ապրանքները Հայաստանում մշտապես լինեն հասանելի եւ իհարկե հետևենք, որպեսզի որակը բարձր մակարդակի վրա լինի եւ ձեզ քանակի մեջ չխափեն։ Այստեղ է պետության խնդիրը, մնացածը արդեն դուք ինքներդ եք ընտրում։ Ինչպես հնարավոր եղավ Բաքվից Երևան բենզին հասցնել անհամեմատ էժան, առանցքային փաստ, աջակցություն հայտնելով տարածաշրջանային խաղաղությանը եւ հայ-ադրբեջանական երկխոսությանը, պաշտոնական Թբիլիսին, որն այս դեպքում շփումների օղակն էր, որոշեց, որ բուրգ չի գանձի առաջին եւ միայն այս անգամ։ Նույն գնոը բացառվում է, որտեղ վրացական կողմը հայտարարել է, որ երրորդ գործարքի դեպքում ես գանձելու եմ արդեն գումարը, իսկ վրացական կողմը ամեն տոննայի այսպես վառելիքի տեղափոխման համար գանձում է 1 կիլոմետրի հաշվով մոտ $0.5 սպասարկման գումար։ Դա փոքր գումար չի եւ բավական լուրջ այսպես վառելիքի գնի վրա ազդեցություն է թողնում։ Ընդհանուր 1218 տոննա բենզինը 22 վագոնով Հայաստան ներմուծել են երկու ընկերություն՝ Megatrade-ը, որը շահագործում է Run Oil բենզալցակայանների ցանցը, եւ Shisha World-ը, որն ի դեպ պետեկամուտների կոմիտեից ստացած տեղեկությունների համաձայն այս տարվա 10 ամիսների ընթացքում Հայաստան բենզին չի ներմուծել։ Տնտեսագետների գնահատմամբ մեր երկրում վառելիքի շուկան կատարյալ մրցակցության մեջ չէ, այսինքն օլիգոպոլ է, դաշտում առաջատար են մի քանի ընկերություն, որոնք վաճառքի հիմնական մասն իրենց ձեռքն են առել, լինելով խոշոր խաղացող, մյուսներին գին են թելադրում եւ մասնագետների խոսքով ադրբեջանական բենզինը Հայաստան առաջինը ներմուծած ընկերություններն այդ շարքից չեն։ Մեր երկրում բենզինի շուկայի կեսից ավելին շուրջ 60%-ը երկու այլ ընկերությունների բաժինն է։ Հետևաբար ցանկության դեպքում նրանք օրինակ կարող են իջեցնել իրենց սակագները, այս դեպքում ադրբեջանական էժան վառելիքի էֆեկտը ացետոնի պես հոդս կցնդի։ Հայաստանը մշտապես փորձել է նույն Իրանից վառելիք ներկրել, բայց շատ հաճախ չի կարողանում ներկրել այն պատճառով, քանի որ իրանական վառելիքը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության ստանդարտներին։ Թե որքանով ադրբեջանական վառելիքը կհամապատասխանի Եվրասիական միության ստանդարտներին, դա այսպես ապագան ցույց կտա։ Առաջին այսպես փորձը, որը իրականացվեց պրեմիումի մասով էր, բոլոր չափանիշներին բավարարելով։ Բայց Ադրբեջանը հենց ինքը պրեմիում կարգի վառելիքի խնդիր ունի։ Իր հերթին ներկրում է Ռուսաստանից եւ Միացյալ Էմիրություններից։ Անդրադառնական երևույթ է։ Ադրբեջանական մամուլն արդեն գրել է հաջորդ տարի 2026 թվականին երկիրը պրեմիում բենզին ընդհանրապես չի պատրաստվում արտահանել, կմնան դիզելն ու ռեգուլյարը, երկրորդի դեպքում էլ Բաքուն իրեն ճոխություններ չի կարող թույլ տալ։ Այստեղ է, որ փորձագետները նկատում են հայ-ադրբեջանական առերևույթ տնտեսական, իրականում քաղաքական գործարքը, հատկապես հայ հասարակությանն ապացուցելու թե խաղաղությունն այլևս իրողություն է, երկար չի կարող շարունակվել։ Ընդամենը որոշակի ակցիա է,
Ես ակցիայի ետևում տնտեսական հիմնարար շահեր չկան, որովհետեւ ցանկացած լոգիստիկ կապ առավել եւս էներգակիրների տեղափոխում իր մեջ պարունակում է ապահովագրական ռիսկ։ Արդյոք Հայաստանի Հանրապետության ապահովագրական ընկերությունները իրավիճակի է լինելու իրականացնել ապահովագրություն ամբողջ ծավալով։ Ձեր կարծիքով։ Մեր կարծիքով Հայաստանում այդ ընկերությունները չկան։ Իսկ Ռուսաստանը, որ Հայաստանի վառելիքի շուկայի հիմնական մատակարարն է, հեշտ կհանձնվի այս պայքարում, կհամաձայնի խաղի նոր կանոնների հետ, եթե ոչ ամբողջությամբ կորցնելու, ապա առնվազն զիջելու դիրքերը հայկական շուկայում, որտեղից տարեկան մոտավորապես 500 միլիոն դոլարի չափ գումար է տանում։ Մասնագետների պատասխանը կտրուկ է, միանշանակ։ Ներկայումս մեծ պայքար է գնում վառելիքի շուկայի համար, մասնավորապես նույն Եվրոպայում ԱՄՆ-ն փորձում այդ շուկան ռուսներից վերցնել, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, ռուսական կողմի երթին փորձում է իր շուկաները պահպանել եւ քիչ հավանական եմ համարում, որ ինքը այսպես հեշտությամբ կզիջի այս շուկան։ Հացահատիկ բենզին, հետո կրկին ցորեն անցնող ամսվա ընթացքում Ադրբեջան-Հայաստան ուղղությամբ երկաթգիծը բեռնված մնաց, հակառակ ուղղությամբ ոչ մի անգամ չծանրաբեռնվեց, ինչու Հայաստանից այդպես էլ որևէ ապրանք ուղղություն չբռնեց դեպի Ադրբեջան։ Վարչապետի գնահատմամբ, օրինակ, խնդիրը մեզ հետ է կապված։ Դա հիմնականում կապված է նրա հետ, որովհետև 30 տարի, այսինքն նախորդող շրջանում մեր տնտեսությունը մի քիչ զվարճալի է դա հնչում, բայց իրականությունը դա է, ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացնել, իսկ գնացքը բեռնել եւ գնացքով ապրանք արտահանել մեզ համար բոլորովին նոր բան է։ Հայկական շուկան Ադրբեջանը ոչինչ չունի առաջարկելու։ Ադրբեջանի տնտեսության հարցերը Հայաստանում լուծելու մասին հիշենք, հայ վարորդների հիմնական մտահոգությունը ադրբեջանական վառելանյութը սպառելու հետ կապված, մեր վճարած գումարները հենց մեր դեմ այս պահին էլ ուղղած հրացանի փամփուշտները չավելացնելու մասին էին։ Անցնենք թվերով 2020-ին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուներ 2.2 միլիարդ դոլար ռազմական բյուջե։ 2023-ին Հայաստանի հետ նստեցին խաղաղության պայմանագրի բանակցությունների սեղանի շուրջ, ռազմական ծախսերը շարունակեց ավելացնել Ալիևը, բյուջեն հասցնելով մինչև իսկ 3.7 միլիարդ դոլարի։ Այս տարի աննախադեպ ֆինանսական միջոցներ ուղղեցին զինանոց, շուրջ 5 միլիարդ դոլար, 2026-ի համար թիվն ավելացնում են եւս 90 միլիոնով։ Եկող տարի հայկական կաթիլն էլ կլինի նրանց ծովում։ Էդուարդ Պողոսյան, Վարդան Մավոյան, Սուրենկյուն։ Հիշում եք տարիներ առաջ ինչպես էիք ստանում աշխատավարձը։ Երկար ժամանակ հերթ էիք կանգնում հաշվապահի դրան մոտ, իսկ երբ հերթը վերջապես հասնում էր ձեզ, հաճախ պարզվում էր, որ բանկից բերված կանխիկը վերջացել է։ Այն ժամանակ անկանխիկ փոխանցումները, վճարումները, առևտուրն ու գործարքները դեռ հեռու էին մեր իրականությունից։ Հիմա սակայն անկանխիկ գործարքները դարձել են մեր կենցաղի անբաժանելի մասը։ Նույնիսկ տարեցներն են այսօր նախընտրում քարտային վճարումները, որպեսզի օգտվեն սահմանված հետվճարներից։ Բայց արի ուտես, որ վճարման այս ձևը ունի նաև իր մութ կողմերը, հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար։ Բանն է, որ անկանխիկ գործարքը հնարավոր չէ իրականացնել առանց բանկերի միջնորդության։ Իսկ բանկերի ներգրավվածությունը նշանակում է, որ ապրանքի արժեքին ավելանալու է նաև բանկային միջնորդավճարը։ Հենց սա է պատճառը, որ շատ ձեռնարկատերեր փորձում են խուսափել անկանխիկից։ Մյուս կողմից գործադիրն է պարտադրում, որպեսզի տնտեսվարող բոլոր սուբյեկտները աշխատեն միայն անկանխիկ եղանակով, քանի որ այն միջոց է ստվերը բացառելու համար։ Այլ կերպ կանխիկ-անկանխիկը կառավարության համար դարձել է, այսպես ասեմ, լակմուս, ցույց տալու, թե ով է աշխատում ստվերում։ Օրեր առաջ խանութի վերաբերյալ Փաշինյանի դիտարկումները ասվածի ապացույցն են։ Այսինքն, իրականում խնդիրը բազմաշերտ է, ու կանխիկ-անկանխիկի կողմնակիցների փաստարկներում կա ճշմարտության հատիկ։ Դրա լավագույն ապացույցը հարստացող բանկերն են եւ հարկայինի կողմից պարբերաբար բացահայտվող վաճառքի ստվերային սխեմաները։ Այս թեման պատահական չենք ընտրել։ Առջևում ամանոր է, երբ առևտրաշրջանառությունն ու գործարքների քանակը հասնում են տարվա առավելագույնին։ Ներկայացնում եմ Արմեն Աթելյանի «Անկանխիկի խաղը» տեսանյութը։ Փակեք այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։
Նիկոլ Փաշինյանը խոսում է մի խանութի մասին, որտեղ միևնույն ապրանքի կանխիկ եւ անկանխիկ գնման պարագայում սահմանված են տարբեր արժեքներ։ Պետ եկամուտների կոմիտեն այս նիստից հետո հաղորդագրություն տարածեց, նշելով, թե էլեկտրատեխնիկայի տվյալ խանութում ֆիքսվել է չգրանցված հեռախոսների վաճառք։ Այս դեպքից հետո սակայն հանրային դիսկուրսն այլ ուղղությամբ գնաց։ Արդյոք խանութները փոխանցումով վճարման դեպքում ունեն ավելի թանկ արժեք սահմանելու իրավունք, եթե հաշվի ենք առնում, որ այդ վճարումից միջնորդավճար է գնում բանկերին, եւ ընդհանրապես որն է ճիշտը, կանխիկը թե անկանխիկը։ Ժողովուրդ ինչն է սա պետք կանխիկ փողը մի հատ կարակ բացատրեք։ Ինչ են անում մարդիկ կանխիկով։ Կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Ասենք ինչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով։ Կանխիկի անհրաժեշտության ֆունդամենտալ մի քանի պատճառ է կարելի նշել, սակայն կառավարության ղեկավարը ենթադրվում է ավելի լավ է ծանոթ դրանց, քան մենք։ Օրինակ, երբ խափանվում են վճարային համակարգերը, երկրի ամբողջ տնտեսությունն ուղղակի կանգ է առնում։ Հարց է առաջ գալիս, թե ինչու են բարձրաստիճան այրերը այդպես ջանասիրաբար առաջ մղում կանխիկի վերացման օրակարգը։ Գիտեք, թե ինչու են իշխանությունները զզվում կանխիկից։ Որովհետև կանխիկը չունի հետք, այսինքն շատ դժվար է վերականգնել կանխիկով արված գործարքների պատմությունը, ըստ այդմ դժվար է կազմել վիճակագրություն եւ ըստ այդմ հարկել այս գործարքները։ Հարց է առաջանում, ինչու են բիզնեսմենները դժկամությամբ ընդունում անկանխիկի կիրառումը։ Գուցե հնչեն կարծիքներ, որ դե քիչ են ուզում հարկ վճարել, չի բացառվում, բայց այստեղ կա եւս մեկ օղակ, որը տեղին օգտվում է անկանխիկի շրջանառությունից։ Խոսքը բանկերի մասին է։ Եթե հաշվենք 2018-ից մինչև հիմա, 2018 թվականի համախառն ամբողջ բանկերի շահույթը բոլորն իրար մոտ առապես $100 միլիոն է եղել, հիմա հասնում է 1 միլիարդի։ Այսինքն 10 անգամ բանկերի շահույթը մեծացել է վերջին 6-7 տարիների ընթացքում։ Բանկային համակարգի հրաշալի հաջողությունների մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Պատճառները մի քանիսն են։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան մտած ֆինանսները, ռելոկանտների ֆինանսական գործարքները, վերարտահանումը եւ մի բան եւս, որը մենք նկատել ենք վերջին տարիներին։ Նախկինում, ասենք, հարկեր ու պետական տուրքեր վճարելիս բանկերը միջնորդավճար չէին վերցնում, ավելին ասեմ, ավելի արագ էին անում այդ վճարումները, այսինքն եթե նույն օրը վճարում էր, վերջի օրն էր, արագ այդ տրանզակցիան հաստատում էին եւ անում էին, հա։ Հիմա համարյա թե բոլոր բանկերում, այդ թվում on-line վճարում անելու դեպքում միջնորդավճար կա։ Միջնորդավճարների ի հայտ գալը կամ մեծանալը նկատել ենք բոլորս։ Սա եւս կարելի է համարել բանկերի եկամտի աճի պատճառ։ Այսինքն ցանկացած անկանխիկ գործողություն բանկին բերում է փոքր կամ մեծ եկամուտ։ Իսկ եթե օրական կտրվածքով հաշվում ես նման գործարքների քանակը, ամեն ինչ պարզ է դառնում։ Հիմա վերադառնանք բիզնես, առևտուր, անկանխիկ թեմային։ Նույնիսկ եթե անկանխիկ առևտրից միջնորդավճար է գանձվում հօգուտ բանկերի, պետք է որ այդ գումարն այդքան էլ մեծ չլինի, կմտածեն մարդիկ։ Ինչու են որոշ ձեռնարկատերեր այնուամենայնիվ նախընտրությունը քեշին տալիս։ Մարզերում ամենաշատ վաճառվող ապրանքների ցանկումա ցավոք սրտի օրինակ նույն ծխախոտը, շատ դեպքեր կան, որ գնում ես առևտրանում, ինքը ասում է, եթե ծխախոտը կանխիկ վճարեք, որովհետև ասենք իր մարժան 2-3, մաքսիմում 5% է դրա մեջ։ Ու մի հատ էլ 2% բանկայից, ասում մի հատ էլ շրջանառությունից հարկ եւ այլն, այսինքն այդտեղ պարզապես ձեռնտու չի։ Թող չթվա, թե խնդրին բախվում են միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Մեծ բիզնեսն այս կամ այն կերպ փորձում է հավասարակշռել բանկերի միջնորդավճարներին վերաբերող ծախսը, բայց ծախսը մնում է ծախս։ Բիզնեսներից մեկը պատմում էր, որ իմ մաքուր շահույթը, մաքուր մարժան 2% է իր բիզնեսում, այսինքն ամեն ծախսերից, հարկերից բանից հետո էլ ու նույն բանկը ինք քարտով երբ որ ստանում է, նույն բանկն էլ 2.5% է վերցնում, միջինում, այսինքն ստանում է բանկը, ես բիզնես եմ անում, առողջ երեկո չարչարվում եմ, այսքան ռիսկ եմ վերցնում ին վրա եւ այլն, բանկի մաքուր տոկոսը իմ առաջարժանառությունից ավելի շատ է։ Բանկը ավելի շատ է փող գումար աշխատում, քան թե ես եմ գումար աշխատում։ Փոքր բիզնեսի համար կարևոր է այդ 2-3, երբեմն 4 օր, որ ինքը այդ գումարը չի ունենում իր հաշվին։ Այսինքն ձեր քարտից, որ դուք վճարում եք, դա սառեցվում է գումարը ձեր մոտ, բայց միջև այդ հաստատումը գնում արդեն վաճառողի հաշվի համարին, դա 2-3 օր տևում է։
Զարմանալին այն է, որ նույն պետական կառույցներում ծառայությունների դիմաց վճարելու համար ձեզնից գանձում են 300-ից 400 դրամ, ֆիքսելով, որ դա բանկի միշտօթավճարն է։ Անկանխիկին վերաբերող ցանկացած փոփոխության process-ում էլ մեր պաշտոնյաները հավաստիացնում են, որ սա արևմտյան լավագույն փորձի վրա հիմնված մի բան է։ Իսպանիայում շատ առևտրային կետեր կան եւ վաճառակետեր կան, խանութներ կան, որոնք իրենց խանութների հենց առաջը փակցում են ինչ որ հայտարարություն, որ մենք 10 եվրոից, եթե ցածր առևտուր լինելու, մենք միայն կանխիկ ենք ընդունում, կամ 15 եվրո։ Մեր զրուցակիցն արդեն երկար տարիներ բիզնեսով է զբաղվում Իսպանիայում։ Բացատրում է, որ փոքր գնումների դեպքում անկանխիկի նկատմամբ անհանդուրժողականություն կա գրեթե բոլոր եվրոպական երկրներում, բայց դրա համար որևէ ձեռնարկատիրոջ կառավարության նիստի ընթացքում չեն սպառնում, չեն փակում բիզնեսը եւ այլն։ Քիչ է իր մոտ մարժան եւ եթե դու արտասահմանյան քարտով ես մանավանդ առևտուր անում, այնտեղ պահում ավելի շատ անում բանկը եւ այդ մարդկանց ոնց որ շահույթը կորում է ու շատ մեծ թիվ է կազմում դա, եթե ինչ որ 5 եվրոյի մասին է խոսքը գնում։ Այստեղ եւս մեկ հարց է ի հայտ գալիս։ Հայաստանում այդքան բանկ կա։ Պետք է որ մեկի միջնորդավճարը մեծ լինի, մյուսինը փոքր։ Խոսքը մրցակցության մասին է։ 17-18 բանկ կա, որ բավական մեծ թիվ է, եթե համատենք Վրաստանը։ Վրաստանում 2 բանկ կա։ Բայց ուրիշ հարց է, որ իրենք հնարավոր է իրենք պայմանավորվեն, որոշակի պայմանավորություն ձեռք բերեն։ Հնարավոր է, ասում չեմ բնդում, բայց հնարավոր է իրենք պայմանավորվեն։ Խնդիրն այն է, որ երբ ձեռնարկատերը տնտեսության իրական ոլորտի ներկայացուցիչը հասկանում է, որ փողով փող սարքելը շատ ավելի շահավետ է, էականորեն կորցնում է բիզնեսը զարգացնելու մոտիվացիան։ Այսինքն հիմնական խնդիրն է, որ բանկային լոբինգը անհամեմատ ավելի ուժեղ է, քան ռեալ սեկտորի տնտեսության լոբինգը։ Զուտ պետական կառույցների տեսանկյունից, զուտ պաշտոնյաների տեսանկյունից, ովքեր որ նախկինում բանկային սեկտորում են եղել, հետեւաբար տնտեսական ոլորտի որոշումները կայացվում են հաճախ այնպես, որ արդյունքում միշտ շահում է բանկային ոլորտը։ Գուցե սա է պատճառը, որ օրինակ բանկերի հարկերն ավելացնող օրինագիծը չի հաստատվում խորհրդարանում, իսկ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը ծանրացնողը ընդունվում է։ 55,000 տնտեսվարողին վերաբերվող նախագիծ էր, որը պետք է գեներացներ 18.7 միլիարդ դրամ։ Այնտեղ 13-14 բանկին վերաբերվող նախագիծ էր, որը պետք է գեներացներ, ասենք, դրա համարյա կրկնակին։ Բնական է, այնտեղ ազդեցությունները այնպես եղան, որ այդ նախագիծը դուրս եկավ եւ մնացին ՓՄԶ-ները։ Վերջին տարիներին Հայաստանում ներդրումների գրեթե 100%-ն իրականացնում են ներքին ներդրողները, այսինքն ձեռնարկատերը ստացած շահույթն ուղղում է բիզնեսի զարգացմանը, արտաքին ներդրումները գրեթե զրոյական են։ Թեմայի շրջանակում կառավարության նիստի ընթացքում արված կոշտ արտահայտությունները կարող են վախեցնել տեղական բիզնեսմեններին եւ զրկել երկրի ներդրումներից։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Ուշագրավն այն էր, որ երբ արդյունագրում եք կատարվածը, մի ուրիշ գնացք էլ զապաս գծերով այդ պահին անցնում էր։ Շատ հետաքրքիր է։ Տոլավա բարձված չի եղել, թե չէ հաստատ Վարորդը ճշգրիտ չի աշխարհել ծանրությունն ու կլխկոնձեր տվել։ Դեն ասա, աշխատավարձ երբ եք ստացել, ասում եմ կարող է ուշացրել են, դրա համար ասենց բան արել։ Բենզին, դիզվարն, բանը թողում, պաբիրոսով գալի։ Մտել են մատուր, հայտնաբերել, որ այնտեղից հատուկ անկյունում տեղադրված 13-րդ դարի չարխափան ավետարանը, ստահակը կամ ստահակները գողացել են։ Նժդեի ասած հայտականքել ոնց ալում։ Շտապօգնության բժիշկների ու պարեկների մոտ լուրջ կասկած կար, որ վթարի պատճառը նրա ինքնազգացողության վատացումն էր։ Նայելով Opel-ի ներսն ու դուրսը, պարզ էր դառնում, որ այստեղ առանց ողբերգության հնարավոր չէր։ Երկար էի մտածում, թե տարեվերջին ինչպես ներկայացնենք մեր ավանդական 5-րդ էջը։ Մի կողմից կար ամփոփելու ցանկություն, քանի որ 2025-ին ի հայտ եկան նոր իրողություններ, մյուս կողմից Շամչյանի աշխատանքը ամենօրյա է, հետևաբար ամփոփելով կշրջանցեինք օպերատիվությունը։ Ոստի որոշեցինք, ինչպես ասում են, երկուսը մեկտեղել ու ներկայացնել վերջին ժամանակահատվածում արձանագրված այն դեպքերը, որոնց պատճառները ամենատարածվածն էին անցնող տարում։ Ասեմ, որ էջը նման եղանակով ներկայացնելու մտահղացումը ծնվեց նաև այն պատճառով, որ անցած օրերին այդպիսի պատահարների պակաս չկար։ Եվ այսպես, գնացքի մասնակցությամբ վթար, բեռնատար վարելու հմտության բացակայություն, եկեղեցու նկատմամբ ոտնձգություն, գազի ոտնակը տանջելու վարորդի անհագ ցանկություն։ Ահա այն դեպքերը, որոնց քիչ անց կծանոթանաք։ Կասեք, թե անցնող տարում քանի անգամ ենք զգուշացրել բեռնատարների վարորդներին ճիշտ հաշվարկել բեռի ծանրությունն ու խուսափել վտանգավոր մանևրներից։ Չեն լսում։
Տավուշի մարզում վթարի ենթարկված Շաքմանի վարորդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պարտավոր է փոխել մասնագիտությունը։ Քանի անգամ ենք դատապարտել եկեղեցու դեմ ոտնձգությունները։ Դրանք շարունակվում են, ընդ որում ամենաբարձր մակարդակով, իսկ հետևանքն այն է, որ օրինակ մարզային մատուրներից մեկում ավետարան են գողանում։ Քանի անգամ ենք ասել վարորդներին, որ գազի ոտնակը պետք չէ տանջել, եւ որքան էլ շտապեք, միևնույն է, ընդամենը մի քանի րոպե եք շահելու։ Ականջալուր չեն լինում, ինչի հետևանքով մահացավ հերթական վարորդը։ Այո, ականջալուր չեն լինում, բայց նաեւ զարմանում են, որ ճանապարհներին զոհվածների թվով Հայաստանը աշխարհում առաջատարներից է։ Մի խոսքով, ինչպես նշեցի, այս դեպքերը տարվա ընթացքում եղել են ամենատարածվածը, ու որպեսզի 2026-ին չհայտնվեք նման իրավիճակներում, փորձեք դասեր քաղել։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անverջ ափսոսանք տեսանյութում։ Ժողովուրդ ջան, այս տարին էլ մոտեցավ ավարտին։ Հեսա մի քանի օր հետո նստելու եք սեղանների շուրջ, բաժակ բարձրացնեք առ այն, որ 2026-ը մեզ միայն առողջություն ու հաջողություն բերի։ Իսկ ես պիտի ելի ընկնեմ ճամփեքն ու քուչեքը, որպեսզի պարզեմ, արձանագրեմ, թե ինչպես է նույն 2026-ը շատերի տներ դժբախտություն բերում, իդեպ իրենց խելքից, ինչա թե թուլություն են դրսևորում ու չափից շատ են կոնծում։ Տեսեք, հիմիկվանից ասում եմ, որ քիչ կխմեք, որովհետև խմած ղեկի նստելը ոչ առողջություն է բերում, ոչ էլ հաջողություն։ Իսկ այսօրվա սյուժեում տեղ գտած դեպքերը, ինչպես նշեց Վայ Ղազարյանը, տարվա ընթացքում ամենատարածված խախտումների ամփոփ նկարագիրն է։ Սկսենք Գեղարքունիքի մարզի Շորժատ ճամբարակ ճանապարհահատվածում կատարվածից։ Տոես գնացքների մասնակցությամբ այնքան վթարներ տվեցինք անցնող տարում, որ տպավորություն էր, թե այս Հայաստանը իրոք դարձել է համաշխարհային տնտեսական լուրջ խաչմերուկ։ Էլ չեմ ասում, որ գնացքների մասնակցության վթարների տխուր վիճակագրությունը արձանագրել են ընդամենը մի քանի գնացք, որոնք ստեղով երթևեկում են։ Բա որ դրանց թիվը շատ լիներ, ստեղ ինչ էր կատարվելու։ Լավ, ինչևէ, գնացքների մասնակցությամբ այս տարվա վերջին արտակարգ պատահարի էությունը հետևյալն էր։ Բեռնատարը դուրս էր եկել ռելսերից, ինչի հետևանքով դատարկ 3 վագոն բախվել են իրար։ Տոլավա բարձված չի եղել, թե չէ հաստատ մարդիկ էսա մի քանի ժամ տանջվել է։ Փտած է այս սաղը որտեվ անձրևը եկել է անընդհատ քանի տարի։ Դե էլի որ այսքանն էլ տասնամյակներ անց մնացել է, էլի լավ է։ Չնայած ինչն է լավ, նման եւս մի քանի պատահար ու պատկան կառույցները կհասկանան, որ առանց լուրջ ներդրումների իրավիճակը չի շտկվի։ Իսկ թե ով այդ ներդրումները կանի, արդեն հարց է։ Ռուսները կարող է պասլած անեն падալշե, մնում են թուրքերը, բայց դե իրենց փողերը թող իրանց պայն, թշնամուց բան չկա խնդրելու, ինչ որ շատ խորացա աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ, ընդամենը ուզում էի ասել, որ եթե շահագործում ես, պետք է տիրություն էլ անես, մնում է ավելացնել, որ Հարավկովկասյան ընկերության ներկայացուցիչները արդեն ձեռնամուխ են եղել դեպքի վայր հատուկ տեխնիկա, այդ թվում վերամբարձ կռուկներ բերելու գործին, որպեսզի ռելսերից դուրս եկած վագոնները շողուլի բերեն, բայց ուշագրավն այն էր, որ երբ արձանագրում էի կատարվածը, մի ուրիշ գնացք էլ զապաս գծերով այդ պահին անցնում էր, շատ հետաքրքիր է։ Մի երկու սուտկա ստեղ եք, չէ՞ լել։ Շատ 3-4 Կասեք, թե անցնող տարում քանի դեպք ենք ներկայացրել բեռնատարների մասնակցությամբ, քանի անգամ ենք ասել, որ բեռնատար վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի, հիշեցիք, հիմա հաստատ կասեք, Շամշան ջան, որ մեկը հիշենք, ճիշտ է ժողովուրդ ջան, ես էլ չեմ հիշում, թե քանի նման դեպք ենք ներկայացրել, այս անգամ ճամփա է բռնել Տավուշի մարզ, Բերդ ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետր, չգիտես ոնց, չգիտես ինչու, հնչեղ Շաքման անվան ֆուրը օրը ցերեկով դուրս է գալիս երթևեկելի գոտուց եւ կոաշրջվում։ Բեռնատարը բարձված է շիբինով, ամենայն հավանականությամբ վարորդը ճշգրիտ չի հաշվարկել ծանրությունն ու կլխկոնձի էր տվել,
Դրա համար եմ ասում, այս անտեր զռլաման քշելն էլա արվեստ։ Վարորդը մասնագիտական ունակություններ չուներ, բայց ուներ բախտ։ Պատմեցին, որ նրան մեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն հասած փրկարարներից 1 ժամ է պահանջվել, որի ընթացքում կիրառվել է հատուկ տեխնիկա։ Զուգահեռ էլ շտաբօգնության բրիգադն է նրան օգնություն ցուցաբերել։ Մի խոսքով, ասում եմ, չէ, որ բախտը դեմից վազել է։ Տապի մի տեղից վեր սոտ չտավերենք։ Չի տալ։ Ուրցի հոտը գալիս է։ Նենց չի, որ օգնություն ցույց տալու ժամանակ ուրց են հյուրասիրել։ Դրա համար է հոտ գալիս։ Ուղղակի այդ բույսն էր աճում, բայց որ վարորդը հիվանդանոցից դուրս գրվի, պետք է պարտադիր շիտակ առերեսվի իրականությանը ու յան տա ֆուր վարելուց, ինչպես նշում են դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ասելով նաև. գնա քո համար հանգիստ Yandex քշի էլի։ Հա, քիչ էր մնում մոռանայի։ Գիտեք, ինչի էին այսքան շատ պարեկներ հասել, որովհետև ազանգողը չէր նշել, թե Բերդ ճամբարակ ճանապարհի, որ հատվածում է տեղի ունեցել վթարը, իսկ այդ ճանապարհը մոտ 50 կիլոմետր երկարություն ունի։ Ահա այսպիսի բաներ։ Սախ։ Անցնող տարում Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին բավականին քննարկվեց, էլ ինչ ասես տեղի չունեցավ։ Մեկ նոր-նորքի քաղաքապետարանում բոյ-բես պրավիլ էին կազմակերպել, նույն կռիվները նաև ավտոբուսներում էին պայմանավորված վճարման նոր կարգի հետ։ Օրը մեջ էլ այն երկար գովազդված ավտոբուսներն էին վթարվում։ Մի խոսքով, քաղաքապետարանի չինովնիկները տխրելու կամ ձանձրանալու առիթ չունեն։ Վերջնակետն էլ դրեց քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Կամազ մակնիշի աղբատարը։ Մի վիրավորա, չէ։ Կեսը յուղա։ Հիմա ոնց չհարցնես, այ ընկեր, դու եկել ես զիբիլը հավաքես, թե հերացի փողոցից դեպի Խանջան փողոցի տունել տանող ճանապարհատվածը զիբիլ սարքես։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը 2:10-ի սահմաններում, թե ոնց է այս կամազի վարորդը հաջողացրել բախվել բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնեսյանն ու կողաշրջվել միայն ինքն ու Բարսյալը կիմանա։ Փաստն է, որ այդ ժամին մի առանձնապես երթևեկություն չի եղել ու պետք է շատ ջանք գործադրեիր, որպեսզի այսօրը ընկնեիր։ Դու կարևորը զոտ չկա։ Այդ բենզին դիզվարլիկ բանա թողում պաբիրոսով գալի։ Թե ասա ինչ ես նայում էլի, ուզում ես հասկանալ, թե գործընկերոջդ մտքով ինչ է անցել, որ սենց մանևրա կատարել։ Դե են ասա, աշխատավարձ երբ եք ստացել, ասում եմ կարող է ուշացրել են, դրա համար է սենց բան արել, որովհետև կատարվածի տրամաբանական որևէ պատճառ դժվար էր գտնել։ Ավելի լավ է գնա հիվանդանոց, ընկերոջդ տես, մաղթի, որպեսզի 2026-ին ուղեղը հաճախ աշխատացնի ու մայրաքաղաքի մաքրությանը չսպառնա։ Այն անգամ չէր եղել բեռնատարը խեղճ շոֆերը մահացավ։ Մյուս երևույթը, որ անցնող տարում հաճախ են ականատես լինում, եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններն են։ Կարծես բոլոր խնդիրները լուծված էին, միայն եկեղեցականներն էին խանգարում։ Վստահ եմ, որ հավատքի նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն անհետևանք չի մնում, ու խոսքերիս մեջ վաղ թե ուշ կհամոզվեք, բայց աստար միևնույնն է, մնում է։ Ու երբ ինչ-որ մեկը, բարոյական նորմերից զուրկ մեկը, տեսնում է, որ եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում, ինչ է անում։ Ասում է, բա ես խի չեմ կարող որ, տեսնեք ինչ կա օգտվելու, մենք էլ օգտվենք։ Ստեղից է, հենա։ Ինձ թվում է, էսի մի հոգու բան չի։ Դե հաստատ մի հոգու։ Էսի կոտրելա, արա ոնց եք մտնում Աստծո։ Տունը, էլի էս էլ Աստծո տունը։ Չես էլ ուզում ես սուրբ տեղը դրանց են ամենավերջին խոսքերն ասես։ 100% ստեղ չլինեի, հիմա ուշումսների զինանոցս բացել էի։ Ստեղ ասելով նկատի ունեմ Արարատի մարզի տափերական գյուղում մատուր դարձած տներից մեկը, որտեղ դեռևս խորհրդային տարիներից հավատավոր հոտը աղոթք է բարձրացրել առ Աստված։ Այս մատուրում եղել են բազմաթիվ սրբապատկերներ, քրիստոնեությունը խորհրդանշող սիմվոլներ, այդ թվում խաչերի հետ Վանից բերված Չարխափան ավետարանը, որը 13-րդ դարի ավետարան է եղել, ու մինչև այսօր տանտերերը այն սերնդես սերունդ փոխանցել են։ Եվ ահա առավոտյան գալիս ու նկատում են, որ մատուրի լուսամուտի երկաթե ճաղավանդակը, որը 4 կողմից եղել է մեխված բետոնե պատի մեջ, կոտրված է։ Վատ բան գուշակելով, ընտանիքի անդամները մտել են մատուր, հայտնաբերել, որ այնտեղից հատուկ անկյունում տեղադրված
13-րդ դարի Չարխափան ավետարանը ստահակը կամ ստահակները գողացել են։ Դուք առավոտյան եք նկատել, որ լուսամուտը պոկած ճաղավանդակի։ Ատուանը սա սկիսաբաց հարացնի։ Հա, մտնի մտամբանը։ Երբ որ առաջ կամ երկու օր առաջ պատկերացի, որ հեշտ բացվեց պատվանը։ Արա դե լոնքից մեզ բացում ասրանք։ Գյուղացիները, որոնց մի մասը հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, թե մինչև վերջ չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է նման սրբապղծություն անի։ Ասենք, եթե մտներ տուն թալաներ, գոմից կով ու ոչխար տաներ, կասենք իր հերն էլ շուն դառնա, բայց որ մտնում ես Աստծո տուն եւ գողություն կատարում, սատանի ծնունդ ես։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ինչ տեսնում, այն էլ սովորում են։ Եթե եկեղեցականների վրա ամենաբարձր մակարդակով ձեռք են բարձրացնում, ավետարանն էլ կգողանան էլի։ 2025 թվականը պատմության մեջ դեռ երկար կհիշվի, որպես հայ առաքելական եկեղեցու դեմ աննախադեպ ոտնձգությունների տարի, իրական նվեր թշնամուն։ Նժդեի ասած հայ տականքը էլ ոնց հալում։ Թուրքի յաթաղանից փախնում են, բայց ավետարանը Աստծո գրքերը տեղափոխում են։ Ինչ կարող եք ասել, թե 2025-ին ամենահաճախը, որ մակնիշի մեքենաներն էին դառնում վթարի մասնակից։ Իհարկե, իրավացի եք, Opel-ները։ Նրանք այդ հարցում նույնիսկ լուրջ մրցակից չունեն, թեև պարզ է, թե ինչու է այդտենց, որովհետև մեր երկրում ամենաշատը հենց Opel մակնիշի մեքենաներն են, իսկ որքան շատ մեքենա, այնքան վթարի հավանականությունը ավելի մեծ։ Opel-ների մասնակցությամբ ողբերգական երգով երկու դեպք ենք ներկայացնելու։ Առաջինը տեղի ունեցավ Մայրաքաղաքում, օրը ցերեկով, 71-ամյա Աշոտը Թևոսյան փողոցում Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, վարորդը 71 տարեկան էր, հավաքվածների, շտաբօգնության բժիշկների ու պարեկների մոտ լուրջ կասկած կար, որ վթարի պատճառը նրա ինքնազգացողության վատացումն էր։ Այո, կյանքի իրավունք ունեցող վարկած, ու երբ նայում ես մեքենայի վիճակը, այսինքն, որ Opel-ի վարորդը բավականին մեծ արագություն է ունեցել, պատկերը ամբողջական է դառնում։ Ասացին, որ փրկարարները նրան մեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, բայց փաստորեն զուր։ Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Իդեպ, այս դեպքը ոչ միայն վկայում է, որ տարվա ընթացքում ամենաշատ վթարված մեքենան Opel-ն է, այլև որ արագություն բացելու հարցում վարորդների խելքը իրանցը չի։ Opel-ի մասնակցությամբ մյուս դեպքը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, Չարաբաստիկ, Երևան-Սևան Իջևան ճանապարհին, ոչ միայն 2025-ին, այլև մյուս տարիներին վթարների առատությամբ հայտնի այս ճանապարհին հերթական ողբերգությունը տեղի ունեցավ։ Ժամը 23:40-ի սահմաններում 24-ամյա Կարենը դեպի Սևան ընթանալիս Opel-ով բախվել էր 30-ամյա Ջոնիկի Զիլին, պատկերացնիք չէ, Opel-ը Զիլին, տարբեր քաշային կատեգորիաներ են, ուստի այս պատկերն ընդհանրապես զարմանալի չէր։ Հենց ես վեցերն եմ տեսնում համարանիշներին, անմիջապես սատանային եմ մտաբերում։ Դրա ականջը խուլ, բայց հարգելի վարորդներ, այս 6-ով համարանիշներ վերցնելուց գոնե քիչ մտածեք։ Իսկ այս դեպքում, ինչպես հասկացաք, երկու մեքենաներն էին 6-երով, հարգելի վարորդներ, Աստծո թիվը 7-ն է։ Կարող եք դրանցով վերցնել, կամ չգիտեք 3-ով, այդ 6-երից հեռու մնացեք։ Լավ, սուևեռնի բաներից անցնենք ու ասեմ, որ նայելով Opel-ի ներսն ու դուրսը, պարզ էր դառնում, որ այստեղ առանց ողբերգության հնարավոր չէր։ Թեև սկզբում լրիվ ուրիշ բան էր ասվում, ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Նայ միջը որտե հասել է։ Նայ հարվածը ստեղել է։ Վթարից հետո Opel-ի վարորդին օգնության հասած քաղաքացիներն ու պարեկները նրան պարեկային ծառայության ավտոմեքենայով արագ տեղափոխել են Սևան բժշկական կենտրոն, ինչը հույս էր ներշնչում, որ ողջ կմնա։ Սակայն մինչև կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ախր ես չեմ հասկանում, ոնց կարելի է առջևից չնկատել այս զռլաման։ Մտածում եմ, կամ վարորդի աչքն է կպած եղել, կամ ինչ որ բանով զբաղված է եղել։
ասենք բջջայինով խոսելով։ Մի խոսքով, թող իրավապանները պարզեն։ Իսկ ես հերթական անգամ համոզվեցի, թե ինչ վտանգավոր է նման ճանապարհներին գիշերային երթևեկը։ 2025-ին քանի մեքենաների վարորդներ մահացան գիշերային երթևեկի առանձնահատկությունները հաշվի չառնելով։ Այդ հետաքրքիր է, Բեռնատարի հետևի լույսերը վառվել, հա։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Եվ այսպես 2025 թվականը դառնում է պատմություն։ Վստահեցնում եմ, որ գալիք տարում նույն հաստատակամությամբ շարունակելու ենք բարձրացնել հասարակությանը ուզող ցավոտ հարցերը։ Շարունակելու ենք սատարել նրանց, ովքեր միայնակ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները։ Փորձելու ենք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ճակատագրի հարվածների բերումով հայտնվել են անօգնական ու հուսահատ վիճակում։ Մեզ պատուհասած փորձությունների աճը բազմապատկել է ամանորյա մաղթանքները։ Ուզում ենք հույս հայտնել, որ նոր տարում ականատես կլինենք իրական առաջընթացի քաղաքացիական իրավունքների վերականգնման, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։ Մաղթում ենք, որ մեր երկրում նվազեն աղքատությունն ու գործազրկությունը։ Մաղթում ու սպասում ենք, որ տուն դառնան բոլոր գերիները։ Նոր տարում ունենանք միայն ձեռքբերումներ, անհատական եւ ազգային մեծ հաղթանակներ։ Լուսավոր մտքով դիմավորենք նոր տարին ու միմյանց մաղթենք սեր, համբերություն, անդուրժողականություն եւ անշուշտ արժանապատիվ խաղաղություն։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Կհանդիպենք արդեն 2026 թվականին հունվարի 18-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։